Նախ ուզում եմ տեղեկացնել մեր այն հայրենակիցներին, ովքեր չեն իրազեկվել, 8-ից առավոտյան 8:45-ից մենք գտնվում ենք մարզահամերգային համալիրի դիմաց, որտեղ տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ ներկայացված է ուրեմն Եվրոպական խորհրդարանի նախագահի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի եւ Եվրոխորհրդի նախագահի մասնակցությամբ նաեւ Եվրամիության 27 անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությամբ։ Մեր հիմնական նպատակը դեր կանգնենք ժողովրդավարության եւ իրավունքներին Հայաստանում նախաձեռնության հիմնական նպատակը կոչով հանդես գալ եւ տեղեկացնել Եվրոպական միության բարձրաստիճան ներկայացուցիչներին, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրել եւ այն մարդիկ, որ վերևում նստած են եւ իրենց ձեռքն են սեղմում, այդ մարդիկ որևէ կերպ կապ չունեն ժողովրդավարական արժեքների հետ։ Հակառակ այդ մարդիկ 8 տարի շարունակ ժողովրդավարության դրոշի եւ քողի ներքո թաքնված կարողացել են խաբել եվրոպացի գործընկերներին, իմիտացիա ստեղծել ժողովրդավարության եւ համոզել, որ այստեղ Հայաստանում տիրում է ազատություն, խոսքի ազատություն։ Մինչդեռ մենք քաղաքացիալներ ունենք, քաղաքացիական անձիկ, ովքեր գտնվում են բանտերում, զուտ իրենց քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու համար, բոլորովին վերջերս 18-ամյա պատանի Դավիթ Մինասյանի դեպքը հիշենք, երբ խաթարվեց նրա կրոնական իրավունքը եկեղեցուն կիրակի օրով ազատ աղոթելու եւ կիրակի օրով պաշտոնեական լիազորությունները զանցող Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքական նկատառումներով եկել էր եկեղեցի եւ այնտեղ քաղաքական քարոզարշավ էր իրականացնում, նրա թիկնազորի անդամները բռնությամբ Դավիթին զրկեցին իր ազատ խոսքն արտահայտելու իրավունքից։ Դեպքերը այնքան շատ են, որ ոտքի վրա մի քանի վայրկյանի ընթացքում երբեմն հնարավոր չի բոլորը հերթով թվարկել։ Սրբազանները, Բաքվում պահվող մեր ռազմագերիները, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այս բոլոր հարցերի շուրջ մենք բարձրաձայնում ենք առավոտից եւ հույս ենք հայտնում, որ մեր կոչը տեղ է հասել եվրոպացի գործընկերներին։ Ընդ որում նշեմ, որ մի քանի օր առաջ մինչև գագաթնաժողովի կայացումը եւ եվրոպացիների գալը Հայաստան, մենք նույն պաշտոնական նամակները, համապարփակ նամակները գրություններով ուղարկել ենք այդ բոլոր մարդկանց, ովքեր այսօր այստեղ ներկա են եւ որոշում են արդյոք Հայաստանի ժողովրդավարական կայունությունը ինչ աստիճանի է հասել։ Որոշ մարդիկ վերևից իջան, հիմնականում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին, կային մարդիկ, ովքեր որ խիզախություն ցուցաբերեցին, կանգնեցին, հետաքրքրվեցին, հարցրեցին ինչ է տեղի ունենում, եւ կային ԶԼՄ ներկայացուցիչներ, չհասկացանք թե որ երկրի, ըստ երևույթին գուցե ուկրաինական, որովհետեւ որոշակի ուրեմն սլավոնական ակցենտ կար խոսքի մեջ, խիզախություն չունեցան կանգնելու եւ հետաքրքրվելու այստեղ տեղ ունեցող միջոցառումը ինչի մասին է։ Ես կարծում եմ, որ մեր կոչը տեղ է հասել, չնայած մեծ հույսեր չկան, որ նրանք այնտեղ նստած որևէ արձագանք ամենաբարձր մակարդակով դարձնելու են մեր այսօրվա իրադարձությանը։ Տիկին Կոստանյանը, մոտավորապես ինչքան եք նախատեսում այստեղ մնալ։ Ըստ պաշտոնական օրակարգի, ուրեմն Եվրոպական քաղաքական համայնքի ներկայացուցիչները այստեղ լինելու են մինչև 4:30, գիտենք, որ տեղի ունենալու ուրեմն մամուլի առջև հայտարարությունների հրապարակում հույս ունենք այդ ընթացքում, երբ նրանք դուրս կգան այդ վերևի հատվածը երևի տեսնում եք սպիտակ, այդ տեղից տեղի ունենում մեկնումը, գալը եւ մեկնումը։ Այդ մեկնման ժամանակ մեր կոչերը կհասնեն նրանց նորից հերթական անգամ, չնայած որ ԶԼՄ ներկայացուցիչները արդեն իսկ հեղեղել են ամբողջ ցանցը մեր այսօրվա հայտարարություններով։